Ողջույն սիրելի Աստծո ժողովուրդ, Տերը օրհնա քեզ, եղիր օրհնված, թող քո սրտում միշտ խաղաղությունը լինի, խաղաղության Աստվածը։ Նայեք, Փիլիպպեցիների թուղթ 2-րդ գլուխ 5-րդ խոսքից ասում է. ձեր ամեն մեկը թող այն մտածե, որ Հիսուս Քրիստոսում էր։ Ամեն մեկը մեզանից թող այս մտածե, միտք առնե, սրա վրա միշտ միտք առնի, մտածա, հիշա, որ Աստծո կերպարանքում լինելով ապշտակություն չհամարեց ասուն հավասար լինել, այլ իր անձը ունայնացրեց եւ ծառայի կերպարանք առնելով մարդկանց նման լինելով եւ կերպարանքում մարդի պես գտնվելով իրան խոնարհեցեց եւ հնազանդ եղավ մինչեւ ի մահ, այն էլ խաչի մահ, փառքեստեր։ Նայեք, մարդը մեղքի պատճառով ունայն էր, ոչինչ էր, մահացած էր, որպիսի Տերերի Տերը սրբի սուրբը կյանքը զորած Քրիստոս կարար ինպես մեղքի մեջ մահացածին եւ ինպես ոչնչին ունայնացածին, որ մեղքը ունայնացել էր մարդուն, օգներ, փրկեր, կյանք տար, կյանքը եկավ, մահացավ, մահացածի հետ, մահացածի հավասար իջավ, հասկանում եք, այն էլ խաչի մահով, այն մահը, այն ունայնությունը, ոչնչությունը, որ մարդը մեղքի պատճառով դարել էր, կրում էր, ուներ, Տերը եկավ, ինքը իրեն, ինքը իր անձը ունայնացրեց։ Բայց մենք այսօր ուզում ենք դիմացինին ունայնացնենք, մենք այսօր ուզում ենք մեկս մյուսին ունայնացնենք, ոչինչ համարենք, որ մենք բարձր, նշանավոր, զնակչինի, հեղինակավոր երևանք, ուրիշի դիմացինի ունայնացման եւ իրան մահացած, իրան վայր ընկածի հաշվին, չէ ժողովուրդ, սա Քրիստոսի հոգին չէ, սա սուրբ հոգին չէ, սա դիվային ոգի է, երբ որ դու ուզում ես դիմացինին ոչինչ սարքես, որ դու երևաս։ Մեղքի դեմ խոսալը սա ուրիշ բան է, ժողովուրդ։ Տեսեք, Քրիստոսը ինքը իր անձը ունայնացրեց, ունայն ոչինչ դատարկ սուտ չկա, որ ես էի, որ մարդն էր, եկավ արավ ինքն իրեն պես, որ հավասարվեր մեզ հաներ, մեզ կյանք տար, կյանքը եկավ, խոնարհվեց, հնազանդ եղավ մինչև ի մահ, որ մեղքի պատճառով մահացածին կյանք տեր։ Այդ թե Քրիստոսի սուրբ ոգին ինչ անում, ժողովուրդ ջան, Տերը օրհնա բոլորիդ, եղեք օրհնված, մեզանից յուրաքանչյուր մեկը թող այս մտածե, որ թե Քրիստոսը ինչ արավ, նույն էլ մենք վարվենք, եթե ունենք Քրիստոսի սուրբ ոգին, եթե ոչ դերասան չդառնանք, ամեն